Um, those are the basic three models of how you can structure church life. Սրանք են հիմնական երեք մոդելները, թե ինչպես կարող ենք կառուցել եկեղեցական կյանքը։ And like we said before, if you in the past went to a church that had a cell model, you'll tend to want to do a cell model. Ինչպես ասացինք, եթե դու գնացել ես այդ բջիջ մոդելը, օրինակ եկեղեցի, ավելի հակված կլինես նույն տեղ գնալու։ If you went to a church that had the traditional model, you'll do the traditional model. Կամ մի եկեղեցի ես գնացել, որտեղ օգտագործվել է դասական մոդելը, դու էլ հակված կլինես դրան։ One that had a house church, you'll do a house church. Իսկ եթե ինչ որտեղ որտեղ եղել է տնային եկեղեցի, հա, դրան բնականաբար հակված կլինես։ And a lot of churches in the beginning, they function like a house church. Ու շատ եկեղեցիներ սկզբում իրենց գործառույթի նման է տնային եկեղեցու։ You just don't have that many people. Որտեղ ուղղակի շատ մարդիկ չունես։ So you do everything together. Ոնց որ ամեն ինչ իրար հետ է քանում։ But for most people who are starting a new church, that's just a phase. That's one step. Բայց մարդկանց մեծամասնության համար, ովքեր նոր եկեղեցի են ստեղծում, դա մի փուլ է, հա, մի քայլ է ուղղակի։ The people that are distinctly house church model, Մարդիկ ովքեր հենց կողմնակից են տնային եկեղեցիների they're մոդելի, much more strict. You get above 20, you don't start a new group, you start a new church. երբ որ անդամների քանակը 20-ից ավելանում է, դու նոր խումբ չես ստեղծում, դու բաժանվում ես, նոր եկեղեցի ես դառնում։ So the house church model is low cost. Տնային եկեղեցիների մոդելը քիչ ծախս է պահանջում։ Most leaders can lead this type of group because it's only 20 people. Ու առաջնորդների մեծամասնությունը կարող է այսպիսի խումբ առաջնորդել, որովհետև 20 հոգուց չի անցնում մարդկանց քանակը։ Because it's only 20 people, sometimes these churches don't last long. Բայց քանի որ սրանք ընդամենը 20 հոգանոց են, շատ հաճախ այսպիսի եկեղեցիները երկար ժամանակ չեն, հա, գոյատևում։ But I was at a conference and one missionary shared how in Asia, he had worked with a group and they had, in a 5-year period of time, they opened 100 house churches. Եվ մի միսիոներ է խոսում, որ պատմեր թե Ասիայում իրենց ծառայությունների ժամանակ ինչպես են 5 տարվա ընթացքում 100 տնային եկեղեցի բացել։ Did not connect them in a network, each was autonomous. Բայց իրենք այսպես ցանցով կապված չէին, հա, ինչ որ իրար հետ ամեն մեկը ինքնիշխան էր։ He came back after a few months when he went to America and came back after a few months. Հետո նա գնաց Ամերիկա, մի քանի ամիս հետո հետ եկավ։ And he could only find 20 of the 100 groups. Ու այդ 100 եկեղեցիներից հախումբերից ընդամենը 20-ը կարողացավ գտնել։ Disappeared. Այն մնացած ուղղակի անհետացել էին։ So in most cases, the traditional or the cell church model շատ ավելի երկարակյաց է, քան մյուսը։ if you use the cellular model, though, you do have to train more leaders. Բայց եթե ուզում ես օգտագործել բջիջ եկեղեցու մոդելը, պետք է ավելի շատ առաջնորդներ բարձրացնել։ Why? Ինչու՞։ Because if you want to have a strong cell church model, you need to have one leader for every 10 people. Որովհետև եթե ուզում ես ունենալ լուրջ բջիջ մոդելով եկեղեցի, ամեն 10 հոգու համար անհրաժեշտ է մեկ առաջնորդ։ 40 people, 4 strong leaders who can lead small groups, and then some more who can help lead the worship service. Ենթադրենք ունենք 40 հոգի, հա, ունենք իրենց համար 4 ուժեղ առաջնորդ, ու նաև որոշ մարդիկ, ովքեր կարող են նվագել, հա, երկրպագություն առաջնորդել եւ այսպես։ It's a good thing to talk through as you're beginning to plant a new church. Սրանք լավ թեմաներ են մտածելու, երբ որ ուզում եք նոր եկեղեցի բարձրացնել։ We helped plant a church or start a church in Kyiv. Երբ մենք օգնում ենք, հա, Կիևում եկեղեցի բարձրացնելու մեջ,
I didn't discuss this with my Ukrainian partner, my Ukrainian friend that we were starting this church with. Ուկրաինացի ընկերոջս հետ ում հետ որ բարձր Probably is going. ուստի ես մտածում եմ որ ինքը շատ հավանական է կհակված կլինի բջիջ եկեղեցու մոդել No, he was 100% traditional model բայց նա ուզում էր 100%-անոց դասական because that's մոդել all he had seen. No. որովհետև նա այդ էր տեսել իր ամբողջ կյանքը We started evangelizing, we started a worship service. Դո սկսեցինք ավետարանչությունը, սկսեցինք ծառայությունները We started adding some ministries like a ladies club. որոշ ծառայություններ ավելացան, օրինակ And there կանանց was an ծառայություն, English club and there was a youth club. անգլերենի խմբակ, երիտասարդական խմբակ I said, so when are we going to start opening, small groups? ու հարցրեցի լավ, իսկ երբ պիտի փոքր խմբեր բացենք։ He said, we have small groups. Ինքը ասում ենք ունենք փոքր խմբեր։ I said, what? Ասացի, հա։ No, I mean small groups where we read the Bible, where we pray, where that discipleship occurs. Oh, well, that's kind of occurring in these other things we're doing. Ես կոնկրետ նկատի ունեի փոքր խմբակներ, որտեղ մենք սերտում ենք Աստծո խոսքը։ He was very open to a lot of things. Ահա, իսկ ինքը ասում էր ոնց որ դե այն մյուս ծառայությունները մեջ էտել է տեղի ունենում։ There weren't very many things we disagreed on. Լավ մարդ էր, շատ բաներում համաձայն էր, շատ քիչ բաների մեջ էր, որ համաձայն չենք, տենց որ մի ուղղությամբ գնում ենք։ Oops. Հետո այս պահից ոնց որ ուպս բախա լինում, հասկանում ենք, որ չենք մտածել այդ մասին։ So basically I decided he was going to be the long-term leader there because I knew that eventually we would move on to help plant another church. Եվ այդ պահից սկսած որոշում կայացրեցինք, որ նա ավելի երկարաժամկետ առաջնորդը լինելու այդտեղ։ I just helped him continue to try to improve that traditional model. Բայց որ ես ուղղակի օգնեցի իրեն, որպեսզի այդ ավանդական մոդելով ինքը շարժվի ու ավելի լավացնի։ Now we're going to start looking at some steps in that process of how you're going to plant your church, how you're going to start your church. Հիմա մի քանի քայլեր կնայենք, հա, թե ինչպես պիտի որոնց միջոցով կարելի է եկեղեցի բարձրացնել։ If you could see the picture, Եթե կարող եք տեսնել նկարը սլայդներից, you will notice some things. Որոշ բաներ կնկատեք։ On the outer edge, there's the word prayer. Դրսի շրջանակում աղոթք բառն է գրված։ Everything in the process has to be done with prayer. Ամեն բան այս process-ի մեջ պիտի արվի աղոթքով։ You pray in the middle, you pray in the beginning, you pray in the end, you pray. Աղոթում ես սկզբում, մեջտեղում, վերջում, աղոթում ես։ I believe it was Billy Graham said the following. Կարծում եմ Billy Graham-ն էր, որ հետևյալն է ասել. The person that can mobilize people to pray for the fulfillment of the Great Commission will do more than I've done through all of my crusades. Մի մարդ, ով կարող է ուրիշներին կանգնեցնել, որպեսզի աղոթեն մեծ հանձնարարականի կատարման համար, կարող է այդպիսի մարդ ավելի հասնել, քան թե ես եմ հասել իմ բոլոր հավաքների միջոցով։ And he saw tens of thousands of people repent at his crusades. Եվ ինքը իր ժողովների ժամանակ տասնյակ հազարավորների But he ապաշխարություն է տվել։ understood that without prayer there's no power. No prayer, no power. Բայց նա հասկանում էր, որ առանց աղոթքի չկա զորություն, չկա աղոթք, չկա զորություն։ And one thing else I want you to notice here, they look like steps, but do you notice they're arrows? Եվս մի բան, որ ուզում եմ նկատեք, սրանք քայլեր են, բայց տեսնում եք այդ աղեղները, հա, վերջում։ There is a chronological order. Կա հերթականություն սրանց մեջ։ But each one of these things we start doing at a point and we can build on. Ամեն մի հաջորդ քայլ, որ անում ենք, դրա նախորդ քայլի վրա է հիմնվում։ And all these things that we start doing, we continue to do in the process. Այս բոլոր բաները ինչ որ մի կետից երբ սկսում ենք, իրենք շարունակական են։ One of the things I want you to understand about this process that's in that picture.
Բաներից մեկը, որ ուզում եմ հասկանաք այս process-ի մասին, որ նկարագրված է, This is not a sprint, it's a marathon. սա սպրինտ չէ, մարաթոնյան վազք է։ Starting churches is not for the weak. Եկեղեցի բարձրացնելը թույլերի համար չէ։ You can begin on enthusiasm, but you will finish on discipline. Դու կարող ես սկսել էնտուզիազմով, բայց եթե ուզում ես լավ ավարտ ունենաս, պիտի կարգապահություն I don't ունենաս։ mean there won't be joy in the process, there will be. Նկատի չունեմ, որ երջանկություն չի լինի ընթացքում, չէ, But կլինի, you'll also encounter interesting people and interesting challenges. բայց դեռ կհանդիպես հետաքրքիր մարդկանց ու հետաքրքիր Don't believe մարտահրավերներ։ me, just ask David. Եթե ինձ չեք հավատում, Դավիթին հարցրեք։ First thing here is calling and vision from God. How do you understand the word calling? Առաջի բանը այստեղ դա կանչվածությունն է We ու like to use տեսիլքը։ that word. So you gotta have, you start down here, we will come back to the prayer, but you have to be praying, and you try to understand calling. How do you understand the word calling? Ինչպես շատ տարածված բառ է, կանչվածություն բառը, հա, դուք ինչպես եք հասկանում։ Հա, Give me հարցրես։ some other way other than using the word calling to explain what calling is. Calling is Այդ բառը մի օգտագործեք առանց օգտագործելու կանչվածություն բառը, տենց ձեր բառերով էլի ինչ է իրանից ներկայացնում։ Մտածում եմ, երբ որ դու I think it's ոչ մի when միստիկ ձևերով անկեղծելի տեսնում որ Տերը քեզ կանչել է։ it's not in some mystic way, but honestly you see that God has called you. Mhm. Քո կյանքում ինչ որ բաներ ա տեղի ունենում, Things happen in your life that change your trajectory, like God changes your trajectory. So you look at smaller and bigger details that get changed, and you see that through those things, God has called you or is calling you. At the heart of calling is Կանչվածության the idea սրտում that I know that God wants me to do this. հետևյալ գաղափարն է, որ ես He գիտեմ, confirms it in these ways. Like you're saying. որ Աստված ուզում է ես այսինչ բանը անեմ, ու ոնց որ ասացիր, Աստված տարբեր կերպերով հաստատում ասա։ It's a certainty that this is, God wants to see me involved in this new church. Մենք հստակությունն է, որ Աստված ուզում է տեսնի ինձ այս նոր This եկեղեցում։ is what God wants me to do. Ահա ինչ է Աստված ուզում որ ես անեմ։ And without that, if a person begins to start a new church without that assurance, when things get hard, Առանց այս հստակության երբ մարդ եկեղեցի է հիմնում, ու ամեն բան բարթանում է, there can be the temptation to just quit. կարող է գայթակղություն լինել ուղղակի դուրս գալու։ There is in the scripture, there's evidence of a direct calling. Խոսքում կա խոսվում է հա ուղիղ կանչվածության մասին։ In Acts 13:2, Արեք Գործք God 13:2-ում said, set apart Barnabas and Saul. for Աստված what I've called them to." ասեց առանձնացրեք Բարնաբասին ու Սողոսին այն գործի համար, որ ես կանչել եմ նրանց անելու։ Now there's here what we talked about before. God has called them and the church is going to support that call. Այստեղ սրա մասին արդեն խոսեցինք, չէ, Աստված կանչել է նրանց, եկեղեցին էլ իր աջակցությունն է ցույց տալիս այդ կանչին։ But very often that's the typical order. God calls, the church affirms. Շատ հաճախ հենց սա է տիպիկ հերթականությունը, Աստված կանչում է, եկեղեցին տեսնում է դա։ Now, in some cases, it's the opposite. Որոշ դեպքերում հակառակն է տեղի ունենում։ Silas didn't have a calling from God. Օրինակ Շիղան Աստծուց չուներ կանչվածություն։ He was Կանչ, sent from Jerusalem down to Antioch after the Jerusalem Council. Երուսաղեմի ժողովից հետո Անտիոք էր ուղարկվել, And then when Barnabas did not want to work with Paul anymore, Paul took Silas. ու երբ Բարնաբասը այլևս չէր ուզում աշխատել Պողոսի հետ, Պողոսը Շիղային վերցրեց։ In the first example, God had already called Paul and Barnabas. Առաջին And then the օրինակում brothers were told that by God. Աստված արդեն կանչել էր, հա, Պողոսին եւ Բարնաբասին եւ հետո Տերը նաեւ դա ցույց տվեց եղբայրներին։ Here, Silas winds up getting called through Paul.
Այստեղ Շիղան Պողոսի կողմից է կանչվում։ Timothy probably wasn't sitting there saying, how can I become a part of a missionary team? Տիմոթեոսն էլ կարծում եմ նստած չէր մտածում, թե ինչպես կարող է միսիոնարական թիմի մաս But then դառնալ։ God through Paul called Timothy to be a part of a missionary team. Բայց մի օր Աստված ներողություն Պողոսի միջոցով կանչում է Տիմոթեոսին դառնալու միսիոնարական So թիմի that մաս։ sense of this is what God wants me to do can come just in your private prayer time as you're looking at the situation. Այս զգացողությունը, որ ինչ է Աստված ուզում ես անեմ, ինչու եմ կանչում, կարող է գա քո անձնական աղոթքի ժամանակ։ It can come as you're listening to sermons. Այն ժամանակ երբ քարոզ ես լսում։ When God started calling my wife and I to missions, Երբ I started hearing all the words in scripture talking about the nations. Երբ Աստված սկսում էր ինձ ու կնոջս կանչել, ահա միսիոնարական ծառայության, ես այդ բառերին հատուկ ուշադրություն էի դարձնում, որտեղ խոսք էր գնում ազգերի մասին։ Մենք Ashot has a question if we may. Տիմոթեոսին օրինակ կանչվեց Պողոսի կամքով, թե Աստծո թելադրանքով, բայց Պողոսի բերանով։ Պողոսի կամքով Այսինքն մարդկային կամքով կանչվեց, թե ուղղակի Պողոսներ միջոցով կանչվեց։ So in case of Timothy, was he called by Paul's will, or Paul just was an instrument in the hands of God and it was God's calling? I think it was God's calling, as we see later in Timothy's life. Կարծում եմ Աստծո կանչներ, որտեղ Տիմոթեոսի կյանքի հետագան ենք տեսնում։ I think at that moment, Paul understood God's call for Timothy better than Timothy did. Բայց հենց այդ կանչելու պահին կարծում եմ որ Պողոսը Տիմոթեոսի կյանքում Աստծո կանչը ավելի լավ էր հասկանում, քան Տիմոթեոսն ինքն է։ Sometimes those people that surround us see God's hand on us and God's calling in our life even quicker than we do. Երբեմն մեզ շրջապատող մարդիկ Աստծո կանչը ավելի արագ են նկատում ու տեսնում, քան թե մենք։ There were several people whom my wife and I were called to missions, to be missionaries, and they said, "Yep, we knew that. We've seen it for 2 or 3 years." Երբ մենք որոշ մարդկանց հետ խոսեցինք, ասացինք, որ Աստված կանչում է մեզ միսիոներության մեջ, այդ մարդիկ ասացին, հա, գիտենք, 2-3 տարի արդեն Տերը ցույց էր տալիս մեզ։ And I asked them, I said, "Why didn't you tell me?" They said, "Oh, we figured you would understand eventually." Լավ, այդքան շուտ եք տեսել, ինչ չեք ասում, դասին մտածինք վերջ-վերջը դուք կիմանաք, էլի։ The call is more about, I know God wants me to do this, and the vision is more about so that this will be accomplished. Կանչվածությունը նրա մասն է, թե ինչ է Աստված ուզում որ ես անել, իսկ տեսլականը, հա, քո տեսիլքը այս հարցին է պատասխանում, որպեսզի այսինչ բանը իրականանա։ Calling relates more to what I'm going to do, and vision relates more to what God wants to see accomplished. Կանչվածությունը կապված է նրա հետ, թե ինչ եմ ես ուզում որ տեղի ունենա, իսկ տեսլականը ավելի շատ կապված է նրա հետ, թե Աստված ինչ է ուզում որ իրականանա։ Paul was called to preach the gospel in various places so that people would be saved and churches would be formed. Պողոսը կանչված էր ավետարանը քարոզելու տարբեր տեղերում, որպեսզի մարդիկ փրկվեն եւ եկեղեցիներ հիմնվեին։ It's very interesting today. We already looked at the 11th chapter of Acts. Այսօր շատ հետաքրքիր է արդեն նայեցինք, հա, Գործք առաքելոց 11-րդ գլուխը։ And up until the 11th chapter of Acts, Մինչև Գործք 11-ը we've seen Paul without a team, just doing his own thing. Մենք տեսնում ենք Պողոսին առանց թիմի ուղղակի իր գործերով զբաղված։ When he was in Damascus, it was just Paul. Երբ Դամասկոսում էր, Պողոսը միայնակ էր։ Now there were other people, other Christians in Damascus, but we don't see him in a missionary team. He was just sharing the gospel in Damascus. Կային իհարկե ուրիշ մարդիկ էլ Դամասկոսում, բայց չենք տեսնում Պողոսին թիմում, հա։ He goes to Jerusalem. Նա գնում է Երուսաղեմ։
He's just without a team, he's just sharing the gospel. Այնտեղ էլ առանց թիմի ուղղակի ավետարանով է կեսվում։ Now, there's 10 years of silence that we don't know exactly where he was. 10 տարվա լռության շրջան կա, երբ չգիտենք թե ինքը կոնկրետ որտեղ է եղել։ If you take all the material together, there were churches that had been established in the places that Paul said he was during that 10-year period of time. Եթե պատմությանն ենք նայում, տեսնում ենք, որ այդ այն վայրերում, որտեղ Պողոս ասում է եղել է, եկեղեցիներ են հիմնվել։ But from chapter 11 on, you never see Paul without a team. Բայց 11-րդ գլխից հետո Պողոսին չենք տեսնում առանց թիմի։ He's always in a team. Նա միշտ թիմի մեջ է։ Working as a team is a normal approach to ministry in the New Testament. Թիմով աշխատելը ծառայության նորմալ մոտեցումն է նոր կտակարանում։ I've seen some church planting, church starting efforts that forgot this. Ես տեսել եմ որոշ հայ եկեղեցիներ հիմնելու շարժումներ, որ սրա մասին ուղղակի մոռացել են։ There were some Baptist groups and some missionary agencies that just took one family, they sent them out. Օրինակ to start a church. նորոգություն որոշակի խմբեր կան, որ վերցնում են ընդհանրապես մի ընտանիք եւ ուղարկում համ միսիայի, որպեսզի եկեղեցի հիմնի։ Saw a bunch of those in Belarus. Այդպեսի լիքը մարդկանց տեսել են Բելարուսում։ And typically those churches got to about 15 in size. Եվ որպես կանոն այդպեսի եկեղեցիները 15 հոգու են հասնում։ Why? Husband, wife, 8 kids. Կին, տղա, ամուսին, հա եւ 8 երեխա։ Biological growth. Ինքն կենսաբանական կերպով են աճում։ Having kids. Շատ երեխաներ են ունենում։ And their kids and them would attract 4 or 5 other people. And that was it. Եվ իրենց երեխաների հետ 4-5 ուրիշ հոգու էլ բերում են եւ այդքան։ So another model, they got 2 young couples. Եվս Pastor, future deacon. մոդել, հա, իրենք ունեն երկու ընտանիք, մեկը հովիվն է, մեկն էլ սարկավագը։ And those churches got to about 30. Այդ եկեղեցիները մոտավորապես 30 հոգանոց էին Mom, աճում։ dad, 8 kids in one family, mom, dad, 8 kids in another family. Հայր մայր 8 երեխա մի ընտանիքում, հայր մայր 8 երեխա այն մյուսում ու էլի ամեն մի ընտանիք մի 5 հոգու բերում էր։ But I so far, I Բայց have never seen a church that was started without a team that in its first 5 years ever had more than 40 people. Մինչև օրս չեմ տեսել մի եկեղեցի, որ առանց թիմի է սկսվել եւ առաջին 5 տարում 40 հոգուց ավելի անդամ է ունեցել։ I think there's a reason for team ministry. Ես կարծում եմ, որ պատճառ կա թիմով ծառայելու համար։ None of you have all the spiritual gifts that exist. Ձեզնից ոչ ոք չունի բոլոր հոգեվոր պարգևները։ Ես էլ չունեմ։ We all have limited spiritual gifts. Մենք բոլորս ունենք սահմանափակ քանակությամբ հոգեվոր We have պարգևներ, limited human energy. էներգիայի առումով էլ We have սահմանափակ limited ենք, time. սահմանափակ ժամանակ, We're limited people. սահմանափակ մարդիկ ենք, But together, բայց միասին we represent a whole lot more potential. մենք շատ ավելի մեծ պոտենցիալ We ենք can help each ներկայացնում other. մեզնից։ Մենք կարող ենք օգնել իրար։ I don't understand. There are some people that don't like me, Մարդիկ կան, որ ինձ օրինակ չեն հավանում, but they really like my wife. բայց կնոջս հավանում են։ And they'll put up with me because of my wife. Այո, իմ հետ յոլա են գնում, որովհետև կնոջս հավանում են։ There are people that you won't be able to get the gospel to. They won't listen to the gospel from you. Մարդիկ կան, որ դուք ուղղակի չեք կարող If you հասցնեք work իրենց with other հավետարանը։ believers, they might listen to them. Իրենց ձեզ ուղղակի չեն լսի, բայց եթե այլ հավատացյալների հետ աշխատեք, իրանց կլսեն։ It's not because you're bad. Ոչ թե նրա համար, որ դու վատն ես, We're just limited. ուղղակի սահմանափակ ենք։ That's why the image of the body. The hand can't say to the foot, I don't need you. Հենց սրա համար է օգտագործվում մարմնի օրինակ զուգահեռը, հա, ձեռքը ոտքին չի կարող ասի, դու ինձ պետք չես, չէ պետք ենք իրար։ Forming a team, Երբ ձևավորում ենք թիմ, the members in that team
թիմի can come անդամները from existing churches. And most of the time, your original team does come from existing churches. կարող է գալ արդեն գոյություն ունեցող եկեղեցիներից եւ գրեթե միշտ հենց այդպես էլ տեղի ունենում։ Barnabas, Mark, and Silas, all three were from the Jerusalem church. Բարնաբասը, Մարկոսը եւ Շիրան, բոլորն էլ արդեն եղած եկեղեցու անդամներ են։ So very often you have a team of people that come out from a church or churches and they go to plant a new church. Շատ հաճախ մարդիկ կան, ովքեր դուրս են գալիս եկեղեցուց եւ գնում են եկեղեցի ուրիշ տեղ հիմնելու։ Paul and Silas start their ministry, Պողոսն ու Շիրան սկսում են իրենց ծառայությունը, and then when they get to Derbe and Lystra, հետո նրանք հասնում են Լյուստրա ու Դերբե գտնում են այնտեղ Տիմոթեոսին։ so sometimes they come out of churches, but sometimes they come up right up out of the harvest. Երբեմն իրանք գալիս են ուրիշ եկեղեցիներից, բայց երբեմն հենց հունցքից են գալիս, երբ որ մարդկանց հասնում եք հավետարանով։ And you guys are a great example of that. Դուք շատ լավ օրինակ եք դրա։ You know, Crazy Hovnan starts coming to your village and talking with you. Խենթ Հովնանը գալիս է մեր ձեր գյուղ ու սկսում է ձեր հետ խոսալ։ You get saved and now you're both working together. Հիմա դուք փրկվում եք եւ երկուսդ համագործակցում եք իրար հետ։ You are a worker from the harvest. Այսինքն դուք օրինակ եք, հենց հունցքի մեջից եղող մարդկանց։ And so you just need to look for those people Պետք է փնտրել այսպիսի and think մարդկանց։ about who do you need in your team. Մտածել ում կարիք է ես ունեմ իմ թիմում։ Very often, what do you think in starting a new church, and what kinds of gifts or abilities or experience do you think the people need to have? Նոր եկեղեցի You can սկսելիս only have 5 people on your team. What would you want them to who would you want them to be and what would you want them to be able to do? պատկերացրեք 5 հոգու, 5 ծառայող կան համանե եկեղեցում, ինչ մարդիկ կուզեիք որ լինեին, ինչ ծառայություն անողներ։ Դավիթ իհարկե ուզում է եւս մեկ սաքսոֆոն նվագողի։ Do you need a musician? Երաժիշտ պետք է ձեզ։ For sure. For sure. Carl will maybe come. Oh, need flute? I think the other one. I mean, Yeah. this one. Oops, sorry. Okay. It would be good to have a preacher. Okay, be good to have a preacher. Երաժիշտ Քարոզը չէ՞ ասացի։ Երեքն ավետարան է։ Musician and preacher and 3 evangelists. Okay, 3 evangelists. And 2 of those evangelists, I would say, should be women. Ավետարանիչներից երկուսը պիտի կին At լինեն։ least one. Գոնե մեկը։ Why? Ինչու։ Women, children, and youth all around the world are more open to the gospel. Կանայք, երեխաներն ու երիտասարդները աշխարհով մեկ ավելի բաց են ավետարանի համար։ And no matter how much we love our wives, you don't have one to love you. He wants to ask the same question back to you. Like if you had a team of 5, who would you take? That's what I would definitely definitely someone with preaching teaching gifts, someone with evangelistic gifts. Միանշանակ ինչ-որ մեկով քարոզիչ, քարոզիչ ուսուցիչ, ավետարանիչ, ուրեմն երաժիշտ, At least one lady who is effective in evangelism and discipleship. Գոնե մի կին, որ ավետարանչության ու աշակերտության մեջ է արդյունավետ, Depending on the context, a 5th person who can work with children and youth. Կոնտեքստից կախված 5-րդ մարդ, ով երեխաների ու երիտասարդության հետ կարող է աշխատի։ And I always would want one of those people, if not 2 of those people, to have not grown up in a Baptist church. Շատ լավ կլներ, որ այդ ժողովրդից գոնե մեկը կամ երկուսը նոր հավատքի մեջ լինեն, այսինքն մկրտական եկեղեցում մեծացած չլինեն։ Some of the most interesting teams I've seen and worked with is where you had the son of a pastor, of a Baptist pastor, who partnered with a former drug addict. Ամենահետաքրքիր թիմերից մեկը, որ տեսել եմ, օրինակ Հովի
տղեն է, ով համագործակցել է նախկին թմրամոլի հետ։ Because the drug addict, his past makes him not afraid of anybody. Թմրամոլի անցյալը, հա, իրան անվախ մեկն է դարձրել, And very ոչ often մեկից չի he's վախենում։ not forgetting what it means to be lost. Ու շատ հաճախ նա չի մոռանում, թե ինչ է նշանակում կորած լինել։ He can get himself in trouble. Բայց այդ ասելու հետ մեկտեղ նա So, կարող խնդիրների մեջ especially with the ընկնել։ other churches. Մանավանդ ուրիշ եկեղեցիների Son հետ։ of the pastor, he knows how things are supposed to go. Օրինակ հովի տղեն գիտի, թե ամեն բան ոնց պետք է He լինի, may be a better teacher, կարող է ավելի լավ ուսուցիչ լինի, but he may not have as much a remembrance of what it means to be lost. բայց միգուցե չունենա այդ նույն հստակ գիտակցությունը, թե կորած լինելը ինչ է նշանակում։ Կներեք միակ բան, լավագույնը ոնց է, մի մարդ ով ընդհանուր եղել է, սա կյանքում եղել է եկեղեցական կյանքի մեջ, եւ երկրորդ մարդը ով կյանքի մեջ չի եղել, դա լավագույն խումբն է, հա։ So the best team, if I understood, is like it's two people starting, the one who had grown up in church and the one who had never been to church. It makes a really before. good combination. Շատ լավ կոմբո է, էլի դա մետ։ And no matter how much no matter how much we try to understand our wives and try to understand females, Ինչքան էլ լավ փորձենք հասկանանք մեր կանանց ու կանանց ընդհանուր we have առմամբ, to have a couple of women on the team because we will never understand women. լավ է մի քանի կանանց ունենալ թիմը, որովհետև կանանց երբեք չենք When հասկանա։ my son was about 9, he came to me and he said, "Dad, I don't understand." Երբ տղես մոտ 9 տարեկան էր, մոտեցավ ասաց, «Պապ, ես չեմ հասկանում»։ Yesterday at school, the little girl said I was their friend. Երեք դպրոցում աղջիկ երեխեքից մեկը ասաց, որ իմ ընկերն է։ Today they said I'm their enemy. Այսօր ասում են դու իմ թշնամին ես։ I stopped him. I said, "Let me tell you the secret. Ասացի, արի քեզ մոտ գաղտնիք ասեմ։ Young girls, teenage girls, women, you can love them, but we will never understand them." Ջահել աղջիկներ տարիքով կանայք, հա, դու կարաս սիրես իրենց, բայց երբեք չես հասկանա։ He didn't believe me, but he came Չավատաց back when ինձ, he was 15 բայց հետ եկավ, երբ որ 15 տարեկան էր, and he said, "You were right." ասաց դու ճիշտ էիր։ So it's good that women can make it, not as the main leaders, but they have a role that they can really play. And some good things they can do. Կանայք իհարկե չարժի որ լինեն որպես հիմնական առաջնորդ, բայց շատ կարևոր դեր կարող են We խաղալ։ have a young American female missionary on our team in Krakow. Կրակովում մի երիտասարդ ամերիկացի աղջիկ ունենք մեր թիմում, 30 տարեկան է։ And she's great at evangelism and discipleship among women. young Եվ women. երիտասարդ կանանց մեջ նա շատ լավ ավետարանիչ ու աշակերտող է։ Sometimes you'll have, and you may have someone who can sing and someone who can preach. Կարող եմ ասել Organizational մեկնով skills, I'm երկումը not too concerned about in the beginning. կամ քարոզում է կոնկրետ կազմակերպչական տաղանդների մասին, սկզբում այդքան էլ ես մտահոգված չեմ։ Once you've got your vision from God, you're really sure He wants you involved in this, you're starting to form your team. Երբ ստացել ես Աստծուց տեսիլք, վստահություն ուզում Then եք you have ես to սրա ask the մեջ question exactly where and starting from which people should we start this thing? պետք է հարց տալ դրանից հետո լավ կոնկրետ ում մեջ, հա, ինչպես պետք է սկսել է շարժում։ Acts chapter 16, there was the Macedonian vision. Paul has a vision of a man from Macedonia. Գործք 16-ում Պողոսը մակեդոնացի է մարդու տեսիլքն է տեսնում։ And in Acts 16:10, it says, after the other members of Paul's missionary team heard about Paul's vision, they concluded that God had called them to preach the gospel in Macedonia. Եվ այնտեղ ասում է գործք 16-10, որ երբ Պողոսի թիմից մնացածը լսեցին, իրենք եզրակացրին, որ Աստված կանչել է Պողոսին քարոզել Մակեդոնիայում։ But Macedonia was a province. Բայց Մակեդոնիան նահանգ էր, հա, It would be like Lori, I guess, here. այսինքն կան լոռու մարզ, ենթադրենք կանչում է քարոզելու։ So you can't start there. You have to start somewhere in Macedonia. Լավ չես կարա
կոնկրետ ինչ որ մի տեղում պետք է սկսես այդ նահանգի մեջ։ So there's an element of God's leading and guiding us, Այսինքն հնարավորություն Աստծո առաջնորդության եւ ուղղություն տալու էլեմենտը կա այստեղ, but there's also the element of we need to turn our brains on and think. բայց նաեւ պետք է միացնենք մեր ուղեղները ու սկսենք մտածել։ For the most part, Paul tended to spend his time in metropolitan centers or in cities. Պողոսը իր ժամանակի հիմնական մասը անցկացնում էր քաղաքներում, հա, քաղաքային կենտրոններում, Because in the first century, like in most places that I have been in the world today, there are cities that influence regions, or there's towns that influence regions. որովհետև առաջին դարում, ինչպես այսօր էլ կային մեծ քաղաքներ, որ ազդեցություն են թողում ռեգիոնի վրա։ If you plant a church in a very small village, it probably will never impact the town that's nearby. Եթե օրինակ ինչ-որ փոքր գյուղում եկեղեցի հիմնես, դժվար թե ինքը մեծ ազդեցություն ունենա կողի մեծ քաղաքի վրա։ If you impact the town, there's a good chance you will impact the villages around it. Բայց եթե այդ քաղաքներից մեկը, հա, ազդեցություն ունես այնտեղ, շատ հավանական է, որ այդ քաղաքն էլ կողի գյուղերի վրա ազդեցություն I կունենա։ told you about one of my students that was looking at 3 villages, Պատմեցի ուսանողներից մեկի մասին, ով դիտարկում էր 3 գյուղ, and he realized if he could impact that village where everyone came to file documents and things, he could eventually have a greater impact in the other 2. ու ասացի, որ հասկացա վերջում, եթե կարողանա ազդեցություն ունենալ այն գյուղի վրա, որտեղ մարդիկ գալիս են իրենց թղթաբանությամբ, ի վերջո մնացած գյուղերի վրա էլ կունենա ազդեցություն։ And you look for the people that are most open or may be probably the most open. Եվ նա փնտրում էր մարդկանց, ովքեր ամենից շատ են բաց կամ պոտենցիալ ամենից շատ բաց կլինեին։ But then one of the things we have to do, if you've chosen the place, you have to start trying to understand that place better. Բայց մի բան, որ պետք է արվի այն բանից հետո, երբ տեղ են գտել, դա փորձելն է այդ վայրը ավելի լավ հասկանալ։ We either base our ministry on facts or on impressions. Մենք կամ մեր ծառայությունը հիմնում ենք փաստերի կամ էլ զգացողությունների վրա։ The situation is this way, Իրավիճակը այսպես է, or the situation seems to me to be this way. կամ իրավիճակը ինձ թվում է, որ այսպես է։ Sometimes it's strange, Երբեմն սա տարօրինակ է, but sometimes the people that understand their town the worst are the people who've lived their whole life there. բայց հաճախ մարդիկ, ովքեր իրենց քաղաքը շատ վատ են հասկանում, են մարդիկ են, ովքեր իրենց ամբողջ կյանքը անցկացրել են այդ քաղաքում։ There's the proverb, don't ask a fish about water. Այսպեսի մի առակ ասացված կա ավելի շուտ, ձկանը մի հարցրու ջրի մասին։ Fish is surrounded all the time by water, but he doesn't understand anything about water. Ձուկը միշտ շրջապատված է ջրով, հա ջրի մեջ է անդադ, բայց ջրի մասին ոչ մի բան չի հասկանում։ So it's good to talk to people who have lived there a long time, but also talk to people who've not lived there so long. Այսինքն լավ է հարցնել մարդկանց, ովքեր իրենց ամբողջ կյանքը այնտեղ են ապրել, բայց նաև խոսեք մարդկանց հետ, ովքեր այդքան էլ երկար չեն եղել այնտեղ։ And it's very good to admit what your impressions are of that place. Լավ է հասկանալ, թե ինչ տպավորություններ ունեք այդ վայրի, But think of that as a hypothesis բայց մտածեք դրա մասին որպես հիպոթեզ, that you're going to check out and you're going to evaluate based on new information. որը դուք գնահատեք եւ կվերլուծեք ըստ նոր ինֆորմացիայի։ Two things that I want to warn you about. Երկու բաներ, որի մասին ուզում եմ զգուշացնեմ ձեզ։ One is anytime you start a sentence with everybody, Առաջինը, ամեն անգամ երբ նախադասություն եք սկսում բոլորը բառով, that sentence is not truthful. այդ նախադասությունը ճշմարիտ չէ։ Or if you start the sentence with nobody, Կամ երբ նախադասությունը սկսում եք ոչ մեկը ոչ ոք բառով, դա էլ ճշմարիտ չէ։ there are always exceptions.
միշտ բացառություններ կան։ Nobody in the city wants to hear about Jesus. Քաղաքում ոչ ոք չի ուզում լսի Հիսուսի մասին։ All women are open to the gospel. Բոլոր կանայք բաց են ավետարանի։ All the older women, all the grandmas are going to be mean to us and they'll think we're part of a cult. Գերություն բոլոր տատիկները կոպտելու են մեզ ու մտածեն, որ մենք ինչ որ աղանդի մաս ենք։ I don't know if you've encountered this here in Armenia, Չգիտեմ Հայաստանում հանդիպել եք սա թե չէ, but in Belarus and Ukraine, I've encountered this. այդ Բելարուսում ու Ուկրաինայում հանդիպել եմ ես։ There's a grandma, I thought she would be closed. Ինչ որ տատիկ կա, որ մտածում եմ լավ փակ է լինելու, She grew up in the Soviet Union. սովետական միությունում է մեծացել։ She should have been an atheist because of when she grew up, Պիտի է որ աթեիստ լիներ դրա հետ կապված, but her best friend when she was a little girl was a Baptist. բայց երբ որ մեծանում էր, իր լավագույն ընկերուհին այդ փոքր ժամանակ բապտիստ էր։ And she saw how the teacher made fun of that little girl, but that little girl never gave up her faith. Ու տեսնում էր թե դաստում ոնց էր ծաղրում, այդ երեխուն, բայց այդ երեխան իր հավատքը չէր թողնում։ Or she worked at a factory, Կամ աշխատել է ինչ որ գործարանում, evangelical believer that worked there as well. որտեղ կար ավետարանական հավատացյալ։ They would not promote him. Իրեն չեն They բարձրացնում, would not give him աշտոնը, a pay, աշխատավարձը չեն բարձրացնում, but he worked harder than anybody. Like հագնում ստեղ։ Ոնց որ okay, ցույց է տալիս մենքից։ I was thinking that the recording stopped somehow, but it was absolutely fine. How about there in Far East Russia? Have you encountered those kind of people? Far East Russia. Martin was there just a second. Martin, are you still there? Martin listen us. I don't think we can listen to him okay. because that's We'll break it up. Okay, never mind. Մարտունի եղբայր լսում ես։ ապեր պրոբլեմը այն է, որ դա միացրած է, մենք Martin-ին չենք լսում։ Լսում ես Մարտունը։ Oh, we're not turned on. Never mind. Ո՞ւմ որ լսում է։ That's okay. Yes. His listening. Okay. But you have to really make sure. They did a survey one time in America. Մի անգամ Ամերիկայում այսպեսի They asked people in a large city, 1,000 people in a large city. 1000 հոգու հարց էին տվել, հա, մի մեծ քաղաքում։ How would you feel about talking with a Christian about spiritual things? Ինչպես եք զգում քրիստոնյայի հետ հոգևոր բաներ խոսելիս։ And about 75% of the people who were asked said, I wouldn't be opposed to that, but I don't know a single Christian. 75% մարդկանց ասաց ես դրան դեմ չեմ, բայց քրիստոնյա մարդ չեմ ճանաչում։ In that same area of town, there was a church. Ու այդ նույն տարածքում, հա, եկեղեցի կար։ Evangelical church. Աղվետարանական եկեղեցի։ And they asked 100 people in that church, 100 հոգու այդ եկեղեցում հարցրին, are there any people in this region that would want to have a spiritual conversation with you? այս տարածքում մարդիկ կան, որ կուզենան հոգևոր զրույց ունենան ձեր հետ։ And 75% of the Christians said, no, nobody wants to listen. Ու քրիստոնյաները 75% ասաց չէ, ոչ ոք չի ուզում լսի։ The lost people were ready to at least talk, Չփրկված մարդիկ պատրաստ էին գոնե խոսելու, but the Christians had already decided there's no sense in trying to talk because they don't want to listen. բայց քրիստոնյաները հա մտածում են դե ինչներս է պետք խոսալ, այսպես թե այնպես չեն լսելու։ There are many ways you can understand your area. Շատ առումներով դու կարող ես հասկանալ քո տարածաշրջանը։ There probably here in Armenia are demographic statistics somewhere. You can go ahead. Դեմոգրաֆիա ինչ որ տվյալներ կան, հա, այստեղ։ Ես խնդրեմ մի իրավիճակ, որը հենց հիմա հաղթակվում է, ու ինչ կանեի ինքը եւ լիներ մեր փոխարեն, հա։ So I'll just present a situation that goes right now in Hartagil, our village. So like, what would you do if you were us in our place? Հաղթակի փոքր գյուղ է, տամեն 1000 բնակիչ So ունի։ it just has 1,000 inhabitants. It's a small village. Okay.
եւ բոլոր մեկը մյուսին ճանաչում է, Everyone knows one another. խոսքը ինչ որ երևույթ տարածվելու համար պետք է ընդամենը 1 օր։ And for something, right, some information, gossip to spread around when it's just a day. Եվ հիմա մենք մտածում ենք այսպես, ինչպես շարժվել առաջ, որպեսզի հենց սկզբի հատվածում աղանդի պիտակ դրվի վրաներս ու մարդիկ վախենան մոտենալ մեզ, And so, like, we think right now, even initially not to be classified as cult people. հարցը հետևյալն է, պետք է զգուշություն ցուցաբերենք եւ շարժվենք գիտակցաբար, այսինքն մտածելով, որ հանկարծ չաղանդավորենք, թե մենք պետք է ազատ մեր քարոզը անենք։ So right now, should we just exercise that caution so that we're not called heretics, or just be more free in approach and do whatever we want, basically? You know the context better, but you'll never know how many of them will have that reaction till you try to talk to them. Իհարկե դու կոնտեքստը ավելի լավ գիտեք, բայց մինչև չխոսակ իրենց հետ, չեք կարող իմանալ իրենցից քանի հոգին ինչ ռեակցիա կտա։ Because I've been surprised when I've talked with people, because same thing everywhere I've been the last 25 years. Baptist evangelicals were part of a sect, a cult. Ես էլ միշտ զարմացել եմ, թե ինչ ռեակցիա կարող ես ունենաս, որտեղ այս 25 տարվա ընթացքում միշտ այդ սպասումն ա եղել, որտեղ մկրտականներն են, ինչ որ աղանդավորներ են։ And it's been interesting when I talk one-on-one with the people. Ու հետաքրքիր է մարդկանց հետ առանձին խոսում եմ։ I met a big percentage of them that went, what? Իրենց մեջ մեծ տոկոս եմ հանդիպել են, որ ասենց ռեակցիա են տվել ինչ։ That's what people generally say, but that's not what they believe. Դեն մարդիկ հաճախ ինչ որ բան են ասում, որ իրականում չեն հավատում։ I think you don't go right up in their face. You know, you can't be aggressive. Չարժի լինել ագրեսիվ, հա, այդ մոտեցման մեջ։ But I think if you can find a way to just start having spiritual conversations with some of them. Բայց եթե կարող ես ինչ որ ձև գտնել, որ հոգևոր զրույցներ վարես իրենց հետ, asking them about what they believe, why do they believe that? Հարցնես ինչ են հավատում, ինչու են դրան հավատում։ There's a risk in it. Իհարկե ռիսկ կա դրա մեջ, but no risk, no reward. Բայց եթե չկա ռիսկ, չկա նաև վարձատրություն։ It's hard, but one in a small town like that, and one of my students in Ukraine, what they chose to do was they had some musical people in their church. Ուկրաինայի մուսանողներից մեկը իրանք երաժիշտներ ունեին իրենց եկեղեցում ու հետևյալ բանը որոշեցին անել։ In the 3 summer months, June, July, August, ամառվա 3 ամիսների ընթացքում they would have their worship service. Իրենց պաշտամունքն էին անցկացնում, and then they divided up into little small musical groups of 3 or 4. Հետո փոքր խմբերի են բաժանվում 3-4 հոգանոց, and the groups went on different streets in the city. Այդ խմբերը քաղաքում տարբեր փողոցներ էին գնում։ They had a guitar, or they had a garmoshka, or they had the accordion. Ինչ որ մեկը գիտար էր նվագում, գարմոշկա, ակարդեոն, and they just would walk down the street and stop and start singing. Գնում են փողոց, ինչ որ մտեղ կանգնում ու սկսում երգել։ And I don't know how it is in Armenia, but in Ukraine in the summer, in smaller towns, people are in their yards or people are sitting on benches. Չգիտեմ Հայաստանը ոնց է, բայց օրինակ Ուկրաինայում փոքր քաղաքներում ամռանը ժողովուրդը ինչ որտեղ նստարանների նստած են քաղաքում։ And he said, now at first they thought we were drunk. Ասում եմ, որ սկզբում մտածեցին մենք խմած ենք, because drunk people sing on the խմած street. մարդիկ դրսերում երգում են, But at least it made them more open to talk with us. Բայց գոնե իրենց բացեց, հա, որ խոսք And խոսան they even had զրուցեն։ some people that wanted to donate them money. Մարդիկ կան, որ ուղղակի գումարով But if ուզում you են find իրենց a way օգնել։ to have positive personal contact with them.
Քանի եթե ինչ որ կերպ դու կարող ես դրական անձնական կոնտակտի դուրս գալ իրենց հետ, it's easy to be opposed to people that you don't know. հեշտ է դեմ կենալ մարդկանց, ում որ չես It's ճանաչում։ harder when you had a personal conversation. Ավելի դժվար է, երբ որ դու ունեցել ես անձնական զրույց իրենց հետ։ Դա ճիշտ է, մենք մեր համար ավելի իմ համար կոնկրետ ավելի մեծ գիտր է, որովհետև մենք բոլորս ենք իրար ճանաչում։ Բայց այսպեսի մի բան է, օրինակ, ես մտածում եմ նայել կողմաներ նայել, մենք անընդհատ դասընթացներ ենք ունենում, ես մտածում եմ ստուդենտի համար ինչ կլինի, եթե մեկ օր նշանակվի ու հետաքրքրված մարդկանց հավաքվի, հետո նոր փորձի տարածել ընտանիք։ I have this idea like to plan a day where we would gather interested people and then like something and then after that with those people start something more global. Yeah. With the Yep, I village. think you're on the right track. I've seen people that in smaller towns like that, there was a field and they set up in the summer a volleyball net. Ասել եմ and մարդկանց, played որ volleyball. չգիտեմ, իրենց փոքր քաղաքում ինչ որ մտեղ ուղղակի վոլեյբոլի սետ կային դրել, սկսեն Pulled out a վոլեյբոլ musical խաղալ։ instrument, sang some things, and then just talked with him. Հետո ինչ որ երգեր են, երգել ու զրուցած, Anything տակտեղից you can ծնվել։ do to get those people there and to be able to just talk with them one-on-one is worth it. Ցանկացած բան, որը միջոցով կարաս մարդկանց հավաքես ու իրենց հետ առանձին խոսակցություն ունենաս, արժի փորձել։ And one of the next things is evangelism, but even with it, there are two questions that I think that the Apostle Paul asked himself all the time. Մյուս բանը ավետարանչությունն է, ու այստեղ էլ կարծում եմ երկու հարց կա, որ Պողոսը ինքնին հարցնում է ամեն ժամանակ։ Դրանցից մեկը մենք ենք տալիս, But often don't ask the second one. բայց հաճախ երկրորդը չենք հարցնում։ One of the questions is, Հարցերից մեկն է, where can we gather people? Where can we invite them to come to? որտեղ կարող ենք հավաքել մարդկանց, հա, որտեղ կարող նեղություն հրավիրել։ Is neutral territory. Հաճախ պատասխանն է նեյտրալ ինչ որ տարած։ And that's not bad. Դա վատ չի։ In Ephesus, Paul rented a hall, Եփեսոսում Պողոսը մի լսարան վերցրեց, invited people to come to that hall. ու մարդկանց այդ լսարան էր կանչում, խոսում էր նրանց հետ այնտեղ, դրա հետ ոչ մի խնդիր չկա, որտեղ կարող ենք հրավիրել մարդկանց։ The other question he asked, we see in Athens, where do people already naturally gather and are open to talk about serious things? Մյուս հարցը, որն է տալիս էր, հետևյալն էր, թե որտեղ է, որ մարդիկ արդեն հավաքվում են ու պատրաստ են խոսել լուրջ թեմաների շուրջ։ For instance, they had the bazaar. Օրինակ, իրենք մի բազար ունեին, And even if you went to Athens today, you see the ruins of another little building to the side. Մինչև այսօր էլ եթե գնաս Աթենք դրա փլատակները կարող ես տեսնել, Roof, no walls. Այսպեսի մետաղ էր, որ And in the shade there, ուներ people gathered կտուր չուներ պատեր եւ այնտեղ հովիտակ մարդիկ հավաքվում էին to talk about religion խոսալու կրոնի մասին and ethics. եւ էթիկայի։ So he went there and whoever showed up, he talked with them. Եվ գնաց ուղղակի այնտեղ ով որ հավաքված զրուցած իրենց հետ։ Those in Western Europe, Արևմտյան Եվրոպայում that's coffee houses. դա կոֆե հաուսներն են, այսինքն We have missionaries that կաֆեները։ they made friends with the owner of a coffee place. Օրինակ միսիոնարներ ունենք ծանոթ, որ ընկերացել են կաֆեի They տիրոջ started հետ, just going there and drinking coffee and meeting the people that come in. ու գնացել են այնտեղ, ուղղակի նստել են սուրճ խմելու, Lots of այնտեղ free coffee for people. եկողներին հանդիպելու, իրենց կոֆեն, հա, ծրի առել, պատիվ տվել։ We're going to sit over here and discuss religious themes for a while if you'd like to join us. Ու այդ մարդկանց առաջարկել են, ասեն օրինակ So այս ինչ բանն են քննարկելու, հա, հոգևոր թեմա, եթե ուզում ես միացի մեզ։ where can we gather them?
Որտեղ where կարող are ենք they հավաքել իրենց, ինչպես նաև որտեղ արդյոք կան տեղեր, որ իրենք արդեն հավաքվում են։ One time in Kiev, a friend of mine and we went down to the center of the city. It was a flat area where young people did skateboarding. Մի անգամ ես ու ընկերս Կիևում են հատվածը գնացինք, որտեղ ջահելները սկեյթ էին քշում։ Too old to do skateboarding, Մենք շատ ծեր ենք սկեյթ քշելու համար but we իհարկե։ watched these guys doing their skateboarding. Բայց մենք նայում ենք այս երեխեքը ոնց են Well, քշում even իրենց young people սկեյթը։ get tired and they rest. Նույնիսկ ջահելներն են հոգնում, հա, ու հանգստի կարիք We ունեն։ went over and complimented them on, how well they were doing all these tricks and flips and stuff. Մատիկացանք, ասացինք, այս ինչ լավ տրյուկներ եք անում եւ Ask այլն։ them questions about the wheels on their skateboards and ask them about their life. Իրենց սկեյթի օրինակ կալոսների մասն ենք հարցեր տալիս իրենց կյանքի մասին, էլի։ And it was amazing. They were open to talk to us. Ու հրաշալի էր, որտեղ իրենք բաց էին մեր հետ Now, had we been able to շփվելու։ do that once a week, Արդյոք կարողացել ենք անել դա շաբաթը մեկ, I know we would have had quite a few opportunities to share the gospel. եթե օրինակ շաբաթը մեկ դուրս գանք We այդ got at կերպով, least to լիքը raise some spiritual issues with them. հնարավորություն կունենանք ավետարանով կիսվելու, որովհետև այդ մի անգամ լիքը հոգևոր թեմաներից հնարավորություն ունեցանք I'd say ask խոսելու։ God to give you wisdom about where can you gather them, but also think about where do they gather. Այնպես որ Աստծո իմաստություն խնդրեք այն մասին, թե որտեղ կարող եք իրենց հավաքել, բայց նաև տվեք ձեզ այս հարցը, թե ինչ տեղ կա, որ իրենք արդեն հավաքվում են։ Sometimes I give the advice, if you don't know where you can find somebody to talk to about Jesus, go look in a park for the most bored person sitting there. Երբեմն ասես խորհուրդ եմ տալիս, եթե չգիտեք թե որտեղ գտնել ինչ որ հետաքրքրված մարդու, ուղղակի գնացեք մի այգի, այնտեղ ամենաձանձրացած մարդուն ճարեք իր հետ խոսեք։ Now in Georgia I did that one time Վրաստանում մի անգամ է տարեցի, in Stalin's hometown. Ստալինի ծննդավայրում, Museum of Stalin in a park. այնտեղ կա Ստալինի թանգարանը, հա, ու մի հատ այգի։ We were walking around the park looking for bored people. Քայլում ենք այգով, տեսնում ման ենք գալիս հա ձանձրացած մարդկանց։ It was easy. You could ask him, just been in the Stalin Museum. Do you think he was more evil than the average person? Or is that just normal human problems? Ստալինի բանում ենք, թանգարանում ենք, շատ լավ խոսակցության բացելու ձև է, հա, հարցնում ենք Ստալինի մասին, օրինակ, արդյոք ինքը լավ մարդ էր, թե սովորական մարդ էր, թե վատն էր։ And also, Stalin, did you know, I didn't realize because I was in the museum, Stalin's mother wanted him to be a priest. Օրինակ, կարող ես այսպես սկսել, Ստալին, մենք չգիտենք, որ Ստալինի մաման ուզում էր օրինակ քահանա դառնալ։ So automatically I had questions I could ask about religion. Ինքն ես հարցեր ունեի, որ կարող էի տալ թե կրոնի եւ թե մեղքի մասին։ But I went up to two men at the end. Բայց վերջում երկու հոգու մոտեցա։ One spoke Russian, the other one did not. Մեկը խոսում էր ռուսերեն, մյուսը չէր ուզում խոսել One ռուսերեն։ only was speaking Georgian, got up and left. Այն մեկը որ վրացա խոսեր, հա, դուրս եկավ։ I'm sitting there Նստած եմ talking to this այնտեղ, guy, խոսում եմ այս մարդու հետ, sunglasses on. այդ ակնոցներն է արևային դրել, He's probably about 50 years old. 50 տարեկանին մոտ է։ We had a really good talk about, about the Lord and Լավ various things. զրույց ունեցանք Տիրոջ մասին ու տարբեր բաների մասին։ And said, yeah, I'm retired now. Ասաց որ դե ես արդեն թոշակի եմ When I անցել։ was working, I couldn't even think about religion. Երբ ես աշխատում էի, չէի կարող մտածել կրոնի And so մասին։ I said, if it's not a secret, what was your profession? Ասացի եթե գաղտնիք չի, ինչ գործ ես արել։ He said, I was a KGB agent in Kiev. Ասես KGB-ի ագենտ է Կիևում։ And I'm like, I'm glad you're retired in Georgia. I live in Kiev. Ուրախ եմ որ Վրաստան ես եկել, որտեղ ես Կիևում So you never եմ։ know. But he was very open to talk. He was bored. Ու նա շատ բաց էր խոսակցության, ինչու որտեղ ձանձրացած էր։ Lori would do that and did it. In Armenia, do you have sometimes the lady that sits by the door
that watches people coming in and out. Հայաստանում ունենք շատ բացեստիմատ նստող կնանիքին, որ yes, we definitely have that as well. Lori loves to talk to those ladies Լորին շատ է սիրում այդ կնանիքի հետ զրուցանը, because people don't see them as people. դա մարդիկ իրենց չեն տեսնում որպես She մարդիկ։ likes to give them candy. She likes to ask them how Կոնֆետ է their day տալիս, is. հարցնում է ոնց է իրենց որ անցել։ It's kind of disappointed. Our buildings in Poland haven't had those ladies. Մի քիչ հիասթափված է, որովհետև Լեհաստան են գնացել, Look այդ for կանայք այդտեղ չկան։ Look for bored people and people that are doing So- things nobody wants to do. Ընտրեք մարդկանց, ովքեր կամ ցանցրացած են կամ անում են ինչ-որ բաներ, որ ուրիշները չեն ուզում անեն։ There's predictable. Please go ahead. Օրինակ զարգացած մարդկանց դեպքում հավանականությունը մեծ է, դա կարող ուղղակի հետաքրքրություն ուղղացնի, ինքը լրացնի իր ծանոթույթը, այսինքն մի բան, որը փակի ծանոթույթ։ Yeah, but like when I think about bored people, can it just be something that, yeah, they're bored and they have something to do now, but that's about the size of it? Yeah, but you never know. Yeah, they may just be bored and they may just talk to you to have somebody to talk to you. Հա, կարող է ինստանցիալ որ ծանրացած են ու հետդ խոսում են զուտ, որտեղ ինչ որ մեկը զրուցեն։ But you'll never know what God's doing in their life till you talk with them. Բայց երբեք չգիտես թե Աստված ինչ անում իրենց կյանքում, It's- ինչև չխոսես իրենց հետ։ It's always convicting. The Lord always reminds me how much I need to keep talking to people when I see how grandmothers buy apples at the bazaar. Ահա, ես Աստված միշտ ինձ հիշեցնում է թե ինչ այն մասին որ պետք է խոսամ մարդկանց հետ, երբ տեսնում եմ թե ինչպես են տատիկները խնձոր առնում If they շուկայում։ can, they'll go up and they'll pick up 20 different apples and they only intend to buy 2. Տեսնում եմ որ 20 տարբեր ինչ որ խնձոր են նայում, բայց այդ 20-ից ընդամենը 2-ն են վերցնելու։ And then the question always comes up in my heart, am I ready to go through 20 lost people to find the 2 that might be open? Ու միշտ մտածում եմ արդյոք ես պատրաստ եմ 20 կորած մարդկանց հետ զրուցելու, որից ընդամենը 2-ը միգուցե կգա։ I think that the good part, if we take one burden off of ourselves in terms of evangelism, it will help us a lot. Եթե մի բեր համեր ուսերից գցենք, որ ավետարանությունն է շատ ավելի հեշտ կլինի մեզ համար։ Our job is not to force people to come to Christ. Մեր գործը մարդկանց ստիպելը չի որ Քրիստոսին գա։ We're not salespeople. Մենք վաճառքի մարդիկ չենք։ Our job is to talk with people and see what God is doing. Մեր գործն է խոսել մարդկանց հետ ու տեսնել թե ինչ է անում Աստված։ If they're not real open, we just Եթե thank them for their time. and move on. բաց չեն, շնորհակալություն ենք հայտնում If իրենց they're ժամանակի համար, առաջ ենք The more they're շարժվում։ open, the more we talk. Ինչքան իրենք բաց են, այնքան մենք խոսում ենք։ Paul, he used predictable opportunities. Պողոսը օգտագործում էր In Philippi, he went to the riverside on a Saturday. օգտագործում էր ակնհայտ հնարավորություններ, օրինակ Փիլիպպեում նա գնաց գետի մոտ շաբաթ օրը։ Why do you think he went there on a Saturday? Ինչո՞վ նա այնտեղ գնաց շաբաթ։ Who worshipped on Saturday? Շատ մարդ Ովքեր են շաբաթ օրը երկրպագում։ Ինչ խումբ կա։ It was Jews. Yeah, if any Jews were going to worship, they would worship Saturday. Այնք եթե հրեաները երկրպագում են շաբաթ օրը հենց իրենց երկրպագության օրն էր։ He already found out there was no synagogue building in Philippi. Նա գիտեր որ Փիլիպպեում կոնկրետ ժողովարան չկա, սինագոգ։ But he knew that if there wasn't a building for a synagogue, they would find a river or some source of water and gather by that source of water. Բայց նա գիտեր որ եթե չունեն ժողովարանի շենք, իրենք գտնում են ինչ-որ ջրի աղբյուր ու դրա մոտ են հավաքվում։ And how did he know that? Որտեղից գիտենք սա։ In the text it says, after spending some days in Philippi, they went to Տեքստում the river. ասում է որ Փիլիպպեում որոշ օրեր անցկացնելուց հետո նրանք գնացին գետի մոտ։ So he was looking for predictable opportunities, Այսինքն նա ակնհայտ հնարավորություններ էր and he փնտրում։ was trying to get to know that city better. Փորձում էր այդ քաղաքը ավելի լավ ճանաչել, But in that same city, it's really interesting. բայց միայն հենց այդ նույն քաղաքում Philippi is the only city Փիլիպպեն միակ քաղաքն է, where it's mentioned that 2 groups of people got saved.
որտեղ նշված է թե ինչպես երկու մարդկանց խմբեր փրկվեցին։ Lydia with her household Լիդիան իր and the jailer with his տանեցիքի հետ եւ բանտապետը իր տնեցիքի So հետ։ those two households together were probably 30, more than 30 people. Ինքնես երկու տները եթե վերցնում ենք իրար հետ 30-ից ավել մարդ կլինի։ Lydia got saved because he used a predictable opportunity. Լիդիան փրկվեց, քանի որ Պողոսը օգտագործեց ակնհայտ հնարավորություն։ Saturday by the river. Շաբաթ օրը գետի մոտ։ I don't think Paul and Silas said, how can we get put in jail so that we can have a ministry to the jailer? Չեմ կարծում Պողոսն ու Շեղան մտածում էին ինչ անենք, որ բան տնկնենք, որպեսզի They ես were looking for a բանտապետին prison ծառայեմ։ ministry. Չէ, իրենք բանտում ծառայություն հաստատ չեն փնտրում։ They were just sharing the gospel. Ուղղակի ավետարն էին They տարածում։ cast the demon out of that one young girl who could tell fortunes. Մի գուշակ աղջկանից չար ոգի են դուրս When անում։ people get upset, Այդ տերերը հա They ջան cause a անում են, problem. խնդիրներ են ստեղծում։ Paul and Silas get thrown in jail. Պողոսն ու Շեղան բանտ են ընկնում, Midnight, they're singing. կեսգիշերին երգում են, Earthquake happens. երկրաշարժ է տեղի ունենում Jailer comes running, եւ բանտապետը վազելով ready գալիս to է։ kill himself, commit suicide. Պատրաստ է ինքնին սպանել, հա, ինքնասպանություն անում։ Because the Roman law was if a prisoner escapes, the jailer has to pay, has to take on himself the penalty for that person. Որովհետեւ ռոմեական օրենքն է, որ եթե բանտից մարդ փախնի, այդ բանտապետը պետք է նրա պատիժը կրի։ And they say, stop. Ասում են կանգ առ։ And then he says he's already been living in the city. Նա արդեն քաղաքում էր ապրում։ He's probably heard Paul and Silas preaching about being saved before this. Նա հնարավոր է որ լսած լիներ թե ինչպես են Պողոսն ու Շեղան փրկության մասին քարոզում So God սրանից has been առաջ։ working on his heart. Գնա Աստված իր սրտի մեջ էլ աշխատում էր։ Paul and Silas don't know all God's done. Պողոսն ու Շեղան չգիտեն այս ամենը And ինչ boom, Աստված God արել։ just says, please Oh, join me in this that- process. Աստված ուղղակի ասում է իրենց, ուղղակի միացեք ինձ այս process-ի I would մեջ։ love to have seen Paul's face when he said, what must I do to be saved? Պողոսի դեմքը կուզենայի տեսնել, երբ այդ մարդը ասում է ինչ պիտի անեմ որ փրկվեմ։ It's almost like you're going into the grocery store and there's a person there standing with a Bible open to John 3:16 and says, what does this mean? Այդ նման է նրան, որ It's just խանութ ես գնում, ինչ որ բան առնելու, այդտեղ այդ աշխատողը ասում է Հովանես 3:16 ինչ է նշանակում, ինչ պիտի անեմ որ we փրկվեմ։ can plan for predictable opportunities. Կարող ենք պլանավորել, հա, ակնհայտ But we հնարավորությունները, still need to be open to the unexpected. բայց նաև ons պետք է բաց լինենք անսպասելի It may be that հնարավորությունների bored համար։ person that has just lost his wife. Այդ կարող է լինի ծանրացած մարդ, ով վերջերս իր կնոջն է կորցրել You don't know ընդհանրենք։ his wife died. Դու չգիտես, որ ես իր կինը You don't know մահացել է։ he's alone. Չգիտես, որ նա միայնակ է։ Maybe the other people in town do, but you may not know that. Միգուցե քաղաքի մյուս ժողովուրդը գիտեն, բայց դու դեռ չէ։ And for the first time in his life, he may be open. Ու իր կյանքում առաջին անգամ միգուցե նա բաց է։ We can never want to see people saved as much as God does. Բայց երբեք չեն կարող ավելի շատ ուզենալ մարդկանց փրկությունը, քան Աստված։ He's still seeking and he's looking for people and trying to get them saved. Նա փորձում է գտնել մարդկանց եւ փրկել նրանց։ And I know you are looking and seeking for a break. So we'll give you a 10-minute break. Գիտեմ, որ դուք էլ ուզում եք Do another block. break, նենց որ անենք ընդմիջում ու 10 րոպեից եւս մեկը դաս կանենք։ Ես էլ չեմ միանա